ավարտեք Մեկ այլ խտրական մոտեցման մասին, տեսեք, դուք եւ քանի որ հանրային է հեռուստաընկերություն, դուք եւ պետք է աջակիցներին եկեղեցու տակ եւ իշխանությանը, ճիշտ է։ Այո։ Բայց այդ պարագայում ինչու օրինակ լուրերի բաժնում կամ վերնագրերում դուք գրում եք Կտրիչ Ներսիսյան, դուք արդյոք այստեղ պահում եք այդ տեսեք, եթե տեսեք, ես հիմա հանրայինի եթերում եւ YouTube-յան ալիքներում հարյուրավոր տեսանյութեր կան, եթե կոնկրետ ինչ-որ բանից եք հարցնում, խնդրում հարցում ձևակերպեք, որ ես հասկանամ կոնկրետ բանի արձագանքեմ։ Մեկնաբանները չեն ասում այդ բառը։ Քիչ առաջ մեզ մեղադրում են, որ հյուրերն էլ են ասում։ Դե ես ձեզ ասում եմ, երբ որ հարցազրույց է, երբ որ այդ թեմայով խոսում են, կոնկրետ ուղարկեք ինչից ենք մենք խոսում, օրինակ այս վերնագիրը, այս մարդը ինչ էսպես ասած, ես ձեզ բան կանեմ։ Շատ լավ, հարցումով ուղարկեք կոնկրետ ձևակերպած ինչից ենք մենք խոսում, որովհետեւ ընդհանրական չի։ Պարոն Մովսիսյան, հասարակական կազմակերպության ներկայացուցիչներն են հայտարարություն տարածել հանրային հեռուստաընկերությունը հանրությանը վերադարձնելու անհրաժեշտություն են տեսնում եւ ասում են, որ չի ծառայում հանրությանը, ովքեր են ասում։ Տարբեր հասարակական կազմակերպություն, օրինակ Պարոն Հայրիկյան, Հայկ Դեմոյան, Վահիդ Արփինյան, Ժաննա Ալեքսանյան, Լարիսա Ալավերդյան, Նինա Կարապետյան, բոլորինը թվարկեմ։ Էլի կա։ Հա, բազմաթիվ։ Քանիսն են։ Մի քանի կազմակերպություն եւ բայց հասարակական Իսկ իրենցից քանիսն են ընդհանրապես մեդիայի հետ առնչվող հասարակական կազմակերպություններ։ Ժաննա Ալեքսանյանինը մեդիայի հետ առնչվող, Նինա Կարապետյանցը իրավապաշտպաներ միջավերջել, բայց մարդեր են, հանրության ներկայացուցիչ են։ Շատ լավ, Ժորժ ջան, հիմա շնորհակալ եմ հարցի համար, այս հարցը մեզ հարցումով էր եկել, մենք տեղեկացրեցինք, որ մեզ ընդհանրապես չեն հրավիրել նման քննարկման, դա մեկ։ Քննարկումը եղել, չգիտեմ անկեղծ ասած որտեղ տեղյակ եմ որ քննարկումը եղել է, մեզ դիմել են, արձագանքել են, եթե կան ինչ-որ կոնկրետ փաստեր ինչից են նման եզրահանգման գալիս, թող ուղարկեն մեզ, որովհետև գիտեք շատ հեշտ է, օրինակ այսօրվա օրինակով ձեզ վերեցի, շատ հեշտ է գալ ազգային ժողովում, մեղադրանքներ հնչեցնել, տարբեր կողմերից չեմ ասում մենակ ընդդիմություն, մեղադրանքներ հնչեցնել, երբ որ մենք գալիս ենք այստեղ, տեսնում եք ինչ դատարկ դահլիճում անցնում է քննարկումը։ Այսինքն եթե կան այդ մեղադրանքները նույն այս գործընկերներին մեր, եթե կան ինչ-որ կոնկրետ փաստեր, թող դիմեն, ասեն, ինչու է այսպես, ինչու է այսպես, ինչու է այսպես։ Ցուցակներ կան հանրայինում, որ արգելված մարդկանց սև ցուցակ, ով է ասել որ հարցում եմ, ասում եմ կան։ Չէ, դե հիմա տենց կարելի ամեն ինչ հարցնել, ոչ իհարկե։ Հանրայինի խմբագրական քաղաքականությունը ով է որոշել Մովսիսյան, որը իրադարձությունը լուսաբանել, որը անտեսել եւ արդյոք վարչապետի աշխատակազմից ձեզ ուղղվածություններ կան այս թեման լուսաբանել, այս մեկ անվորսել կամ այս մեկին հրավիրել տաղավար, այս մեկին ոչ։ Ցուցակներ չկան իհարկե, քիչ առաջ էլ ասեցի, ինչ վերաբերվում է խմբագրական քաղաքականությունը, հանրայինը ունի տարբեր խմբագրակազմեր, տարբեր ուղղություններով։ Ես ուզում եմ տեղեկացնել, որ այդպես է, եւ նույնն էլ լրատվականում կան տարբեր խմբագրություններ, տարբեր ուղղություններով, եւ խմբագրական քաղաքականությունը որոշում է քննարկումներով մասնագետների միջև։ Պարոն Մովսիսյան, երբ որ հանրայինը հեռարձակեց, կրթվել է նորաձև է այդ միջոցառման տեսանյութը, ուսումնասիրություն իրականացվել էր թե ոչ, արդյոք դա հանրությանը հետաքրքրում է թե ոչ, ով էր իրականացրել ուսումնասիրությունը, ինչ շրջանակներում էր իրականացվել ուսումնասիրությունը, որ եկել էին դա հանրայինով հեռարձակելու բանին, որոշմանը։ Ես եթե չեմ սխալվում, այդ հարցին մենք նաև հարցումով ենք արձագանքել, միգուցե դուք չէիք։ Տասնյակ կազմակերպություններ հանրայինին դիմում են տարբեր հեռարձակումներ իրականացնելու, այդ թվում ձեր նշած մեդիա հկներից էլ կան, որոնք տեսանյութեր են տրամադրում, մենք հաղորդումների շարք ունենք, նույն լրատվական ալիքում հեռարձակվող, որը մեդիա հկ ինտերնյուզի մեդիա նախաձեռնությունների կողմից էր պատրաստվել, տարբեր հոլովակներ, ֆիլմեր եւ այսպես շարունակ։ Եվ դա էլ եղել էր նույն լոգիկայի մեջ, եւ ես ձեզ ավելին ասեմ, այդ նույն տեսանյութը, որից որ խոսում ենք, հեռարձակել են նաեւ մյուս հեռուստաընկերությունները։ Այսինքն հիմա էլի կասեք հանրայինը, ես էլ ասում եմ հանրայինը հեռարձակում է նույն այդ ՀԿ-ների ներկայացրած այլ հոլովակներ, ֆիլմեր, հաղորդումների շարք, մի քանի եթերաշրջան, եւ որևէ խնդիր մենք չենք տեսել այդտեղ։ Ես որ ենթադրյալ կոռուպցիոն ռիսկերի մասին հոլովակներ նկարեմ եւ ուղարկեմ առանց ակնկալիքի ֆինանսական, դուք զուտ կհրապարակեք դա։
Տեսեք, Հայաստանում հանրայինի մասին կա առանձին օրենսդրություն, որտեղ ներկայացված են այն բոլոր դեպքերը, որ հանրայինը կարող է եթերաժամ տրամադրել անվճար, եւ դա նաեւ սոցիալական հոլովակներին է վերաբերվում, որոշ դեպքերում նաեւ ֆիլմերին եւ այդպես շարունակ։ Բայց այնուհանդերձ վարչապետին տրամադրել այդ եթերաժամանակային prime time-ին դա արդյոք վարչական ռեսուրսի չարաշահում չէր, հատկապես որ էլի չեք ասում, թե ինչ ուսումնասիրություն է իրականացվել մինչև դա հեռարձակելը։ Շատ լավ, ես ձեզ ասում եմ, երբ որ մենք բերում ենք օրինակներ բազմաթիվ հեռարձակումների, պայմանական օրինակ եմ բերում զուտ համեմատելու համար։ Մենք հեռարձակում ենք, եթե չեմ սխալվում, 3 եթերաշրջան կոռուպցիայի կանխարգելման մասին հաղորդում, որը տնտեսական հետո դարձավ, թեմատիկաները փոխվեցին, հա։ Այդ ժամանակ որևէ մեկը չէր հարցնում, պարզ է, որովհետև այստեղ թեման հետաքրքիր է։ Ես էլ ձեզ ասում եմ, բա որ հետաքրքիր է, հիմա մենք էլ խոսում ենք այդ թեմայով, դուք չեք կարծում, որ հետաքրքիր է դա հանրությանը, որ դա հեռարձակվի։ Բայց ուսումնասիրությունում կա, չէ՞, տենց մի կազմակերպություն կա, հանրային ուսումնասիրության ինչ-որ կենտրոն։ Չկա, դա 2019 թվականից դա չի գործում, հանրային հեռուստաընկերության խորհուրդը դրանից հետո ստացավ ֆինանսավորում եւ լիազորություն տարեկան հարցումներ իրականացնելու, որոնցից առաջինը այս տարի իրականացվեց, այս տարի մենք ունեցանք արդյունքները, բայց դա կոնկրետ ինչ-որ տեսանյութերի մասին չի, ավելի լայն հարցում։ Արվել է միջև հեռարձակելը, թե ոչ, պարոն Մովսեսյան։ Հանրային կարծիքի հետ ծանոթացել եք, թե ոչ, ուզում են նման կոնտենտ, թե ոչ։ Տեսեք, մենք մեր իրավական հնարավորությունների շրջանակում դիտարկում ենք ամեն տեսանյութ հեռարձակել։ Եթե այդպիսի տրամաբանությամբ շարժվենք, մենք եթեր չենք կարող հեռարձակել, ամեն ինչ չես կարող ուսումնասիրել հանրության տեսակետից, բայց կարող ես իրավակարգերի շրջանակներում հասկանալ ինչ է հեռարձակել, ինչը ոչ։ Եվ նաև ըստ առաջնահերթության, ըստ հետաքրքրության, որովհետև էլի եմ ասում, տասնյակ օրինակներ ունենք, ուղղակի չեմ հիշում ում հարցումներ, որ պատասխանել ենք, ձեր հարցումներ, հա, օրինակները ձեզ տվել ենք, ինչքան օրինակներ ունենք մենք հեռարձակումների եւ դա վաղուց այդ պրակտիկան կա, այնպես չի, որ վերջին տարիներին է դա եղել։ Եվ արդյունավետության հետ կապված, պարոն Մովսյան, օրինակ հիմա ասում են շողակատը արդյունավետ չի եւ այլն, բայց եթե դիտարկենք հանրային հիմնական հեռուստաալիքը եւ լուրերինը, բովանդակությունը լրատվականի առումով գրեթե նույնն է, 1-2 հաղորդում է, որ լրատվականով գնում է եւ հիմնականով չգնում։ Հիմա նպատակը ո՞րն է ունենալ առանձին լրատվական ալիք եւ նույն բանը լուրերի մասով ցույց տալ, ինչ արդեն իսկ հիմնականը հեռարձակում է։ Շատ լավ ասեմ, քանի որ ես ստանձնեցի հանրայինի կառավարումը 2020 թվականի նոյեմբերի 11-ին, երբ որ կարիքը շատ մեծ էր, կարծում եմ կհավաստեք, կարիքը շատ մեծ էր լրատվության ընդհանրապես տեղեկության ինչ է կատարվում, մենք այն ժամանակ հանրայինի առաջին ալիքի եթերում ժամը 1 լրատվական ֆորմատներ դրեցինք, այսինքն փոխեցինք ամբողջ եթերացանցը եւ դրա կարիքը իրոք կար եւ այդպես մոտավորապես մի 5 թե 6 ամիս աշխատեցինք, բայց հետո ստացվեց այնպես, որ մենք խախտում ենք մեր բաժանումները, այսինքն եթերացանցի տոկոսային բաժանումները եւ դա կոնկրետ խախտում էր հանձնաժողովի կողմից արձանագրված, որից հետո մենք որոշեցինք, որ պետք է անցնենք լրատվական ալիքի ֆորմատի, քանի որ իրոք կարիքը կար եւ այդ ժամանակ հանրային նաեւ բազմաթիվ զանգեր ենք ստանում, որ լրատվությունը պետք է եթերում ավելի շատ լինի եւ արդյունքում մեր առաջարկը եղավ ստեղծել լրատվական ալիք, որից հետո ստեղծվեց ալիքը եւ հիմա ժամը 1 ֆորմատով, այսինքն այն ֆորմատով, որ մենք այն ժամանակ ներդրեցինք, հեռարձակումները իրականացնում ենք եւ ես կարծում եմ նաեւ այն վարկանիշը, որ ունի այդ ալիքը, ցույց է տալիս իր արդյունավետությունը, հատկապես համապետական հեռարձակման անցնելուց հետո եւ այս դեպքում, երբ որ դուք ասում եք ինչու է լրատվությունը նույնն է, որովհետեւ ըստ էության լրատվական ալիքը, որը նախկինում լրատվական ծառայություն էր, այնտեղ է կազմվում լրատվական թողարկումը եւ որոշակի ժամերի շատ ավելի քիչ, հիմա ժամերը շատ քիչ են առաջին ալիքով նկատի ունեմ լուրերի եւ հիմա հիմնական եթերը տեղափոխվել է լրատվական ալիք եւ եթե կարիքը չլիներ, ես ձեզ հավաստում եմ, այդ ալիքը դիտելիություն չէր ունենա, մինչդեռ վարկանիշային աղյուսակում այն բավականին բարձր տեղ է զբաղեցնում։ Եվ կաթողիկոսին տալու եք եթերաժամանակ ամանորից 10 պակաս, թե էլի 6-ից կես։ Տեսեք, մենք եթերացանցերը քննարկում ենք որոշակի բաժանումներով, կա գարնանային եթերաշրջան, կա աշնանային եթերաշրջան, կա տոնական եթերաշրջան, որը տարվա հետ չի կապված, այսինքն դեկտեմբեր ամիսն է մինչև հունվարի կեսերը, եւ մենք դեռ այդ քննարկումներին չենք անցել։ Բայց դուք հակված եք իրեն 10 պակաս եթեր տալ, թե ավելի շատ։ Դա անձամբ իմ որոշելիքը չէ, այսինքն այնպես չի, որ ես պետքա այնպես չի, որ ես պետքա որոշեմ, կա հանրային հեռարձակողի խորհուրդ, կա կառավարման մարմին եւ այնպես չի, որ միանձնյա կառավարում պետք է լինի։
Շնորհակալություն։